Բարև ձեզ, ես շնորհավորում եմ բոլորին Առաջի Հանրապետության անկախության օրվա արդիվ։ Առաջի Հանրապետության անկախությունը շատ դժվար պայմաններում է ստեղծվել եւ այսօր ցավոք սրտի մենք նույնպես մոտավորապես նման դժվար պայմաններում ենք հայտնվել։ Թվում էր, թե 90-ական թվականներից հետո, երբ որ մենք տոնեցինք հաղթանակ, արդեն նման իրավիճակներում մենք այլևս չենք հայտնվի, սակայն ցավոք սրտի այսօր պահանջ կա իմաստավորել այդ ժամանակաշրջանը, Առաջի Հանրապետության անկախության ժամանակաշրջանը, ինչպես դա տեղի ունեցավ եւ դա մեզ կօգնի նաեւ իմաստավորել այսօրը, թե այսօր ինչ է տեղի ունենում, ինչ է կատարվում։ Ես խոսքը տալիս եմ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանին, պարոն Ստեփանյանը մեզ օգնի հասկանալ, թե ինչ պատմական իրադարձություններ են տեղի ունենում եւ ինչ հանգամանքներում ստեղծվեց Առաջի Հանրապետությունը։ Խնդրեմ, պարոն Ստեփանյան։ Շնորհակալություն, ես էլ եմ շնորհավորում բոլորիս մայիս 28-ի փառահեղ տոնի առիթով, իսկապես փառահեղ, որովհետև դա հայ ժողովրդի նոր շնչառություն հաղորդեց իր նորագույն պատմության մեջ։ Ասելու եմ պատմական հայտնի ճշմարտություններ, բայց որպեսզի վերջում հանրապետության հիմնադրման գործոնները հիմնավորելիս ավելի համակարգվածներ փորձեմ մեկ-երկու ժամանակագրական եւ փաստական տեղեկություններով սկսել խոսքս։ 1917 թվականին, երբ որ 18 թվականի աշնանը, երբ որ Ռուսաստանում տեղի ունեցավ բոլշևիկյան հեղափոխություն կամ հեղաշրջում եւ իշխանության եկավ Վլադիմիր Իլյինի կուսակցությամբ, Անդրկովկասում խառնակի իրավիճակ ստեղծվեց, բոլշևիկները հանդես եկան երկու հիմնական դեկրետներով, մեկը վերջ պատերազմին դեկրետարության մասին եւ մյուսը հողը գյուղացուն։ Այս երկու առանցքային դեկրետները իրականում որոշեցին Ռուսաստանի ճակատագիր եւ Ռուսաստանի կազմից մտող Անդրկովկասի ու նաեւ Հայաստանի ճակատագիրը։ Այս ընթացքում առաջին համաշխարհային պատերազմում ռուսական զորքերը հայկական կամավորական գնդերի ակտիվ մասնակցությամբ հաստատագրել էին Արևմտյան Հայաստանի մեծ մասը եւ ակնկալի կար, որ Արևմտյան Հայաստանը վերջնական գոնե մեծ մասով վերջնականապես կազդագրվի Օսմանյան լծից։ Սակայն նշած երկու դեկրետները իրավիճակ փոխեցին եւ ռուսական բանակը, որոնք հիմնականում յուղացի զինվորներ էին, լսելով հողի մասին դեկրետի լուրը, կազմակերպված ձևով լքեցին ռազմաճակատի գիծը։ Եվ ըստ էության Կովկասյան ռազմաճակատը պետք է պաշտպաներ փոքրաթիվ հայ զորաբանակ, ինչու փոքրաթիվ, որովհետև Արևմտյան Հայաստանի բնակչության մեծագույն մասը ոչնչացվել էր ցավոք սրտի թուրքերի կողմից, մի մասը տեղահանվել էր, իսկ արևելահայ տղամարդ բնակչությունը զորակոչված էր ռուսական բանակ եւ հիմնական մասը գտնվում էր եվրոպական ճակատում եւ պատերազմի ավարտից հետո նոր փորձում վերադառնալ հայրենիք։ Ըստ էության դժվար էր այդ ռազմաճակատագիծը պահելը եւ նաեւ որոշ կազմակերպական խնդիրներով պայմանավորված թուրքերին հաջողվեց շատ արագ ճեղքել ռազմաճակատագիծը եւ արդեն մայիսի վերջին հասել էին Արևելյան Հայաստան։ Արևմտահայությանը կոտորած ենթարկելուց հետո Թուրքիան ծրագրեր ուներ ոչնչացնել նաեւ Արևելահայությանը եւ այստեղ ըստ էության որոշվելու էր հայ ժողովրդի ճակատագիրը, ոչ թե պետություն ունենալու կամ չունենալու, այլ հայ ժողովրդի գրության ճակատագիրը։ Եվ այնուամենայնիվ հայ ժողովրդին արևելահայության հատվածում հնարավոր եղավ կազմակերպել եւ վերջին դիմադրությունը ցույց տալ դաշնամուն։ 1918 թվականի մայիսին հետևյալ իրավիճակն էր։ Արդեն ակնհայտ էր, որ թուրքերի պահանջով անկախացած Անդրկովկասյան դաշնությունը ցրվելու է, որովհետեւ Անդրկովկասյան դաշնության 3 հիմնական ազգություններից Կովկասյան թուրքերը Օսմանյան թուրքերի հետ են եւ իրենք էլ էին շահագրգռված, որ
Ադրբեջանական դաշնությունը կազմալուծվի եւ ավելի հեշտ լինի թուրքերի կողմից, օսմանյան թուրքերի կողմից գրավումը, վերացիները իդեմս գերմանացիները գտել են իրենց հովանավորներին եւ իրենք հանուն Բաթումի, որին հավակնում էին թուրքերը, պատրաստ են զոհաբերելու ամբողջ Հայաստանը, Կարսի եւ Երևանի նահանգները, Կարսի մարզ եւ Երևանի նահանգները։ Ըստ էության Հայաստանը, հայ ժողովուրդը մնացել է մենակ եւ թուրքերին դիմադրելու առաջին հայացքից Անդրկովկասի կողմից դիմադրելու հիմնական բեռը ընկավ հայ ժողովրդի վրա եւ հայ ժողովուրդը կարողացավ կազմակերպված դիմադրություն ցույց տալ։ Ինչի ասեմ հայ ժողովուրդը։ Ճիշտ է, հիմնական կազմակերպող ուժը Դաշնակցություն կուսակցություններ, մասնավորապես Արամ Մանուկյանն եւ Դրաստամատ Կանայանը, բայց պետք է ասել, որ այս դաշնակցական գործիչների կողքին որպես զինվորականներ փայլուն դրսևորեցին նաեւ Սիլիկյանը, Փիրումյանը, որոնք ռուսական բանակի բով անցած պատերազմական գեներալները եւ կարողացան իսկապես կազմակերպել հայ ժողովրդի զինված դիմադրությունը, հատկապես Սարդարապատում, Դրոնդը արեց Վարշապարանում եւ այս երկու հիմնական ճակատամարտերը, դրան գումարած նաեւ Ղարաքիլսայի Երուսամարտը ու նաեւ այլ փոքրիկ ճակատամարտեր, բայց արժեքավոր ճակատամարտեր Ջավախքում, Շիրակում, նաեւ Արարատյան դաշտավայրում, Թիկունքում ահագին աշխատանք տարվեց ճնշելու թուրք-թաթարական խառովությունները եւ ըստ էության հնարավոր եղավ հայ ժողովրդի միասնական կամքի շնորհիվ կասեցնել թուրքերի առաջխաղացում եւ թույլ չտալ հայ ժողովրդի վերջնական բնաջնջումը։ Ահա այս ճակատամարտերը դիմադրությունը թուրքերին ոչ ասելու եւ համառորեն դիմադրելու հիմնական հանգամանքը պայմանավորեց Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը։ Ըստ էության Հայաստանի հանրապետությունը հիմնադրվեց եւ ձևավորվեց եւ կայացավ ինչ-որ չափով երկու հիմնական գործոններով պայմանավորված՝ հայկական եւ արտաքին եւ ներքին։ Ներքինը դա հայկական գործոնն էր, որի մասին ըստ էության անդրադարձա, դա հայ ժողովրդի դիմադրությունն էր, օրվա գլխավոր քաղաքական ուժի ղեկավարությամբ, եւ եթե չներ դիմադրությունը, երկրորդ գործոնը, որ նպաստեց հայկական պետությանը փոքր շատ ներկայացման, դա արտաքին աշխարհախաղական գործոններին, բայց եթե չլներ առաջին գործոնը, չլներ հայկական դիմադրությունը, անհնար կներ ոչ միայն Հայաստանի Հանրապետության հռչակումը, այլև նրա գոյությունը։ Ինչու է դա այդպես, որովհետև արդեն 1918 թվականի սկզբից սկսած Անդրկովկասում վրացիները եւ կովկասյան թուրքերը ծրագրեր էին մշակում իրենց ապակա պետության սահմանների վերաբերյալ եւ ըստ էության այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքը բացառությամբ Սևան լճի ավազանի եւ Արարատյան դաշտի մի փոքր մասի մտովի բաշխել են իրար մեջ Արցախը, Զանգեզուրը, Նախիջևանը հավակնում էր, որ դրանք պետք է վերցնեն Ադրբեջանը, Լոռին, Ջավախքը եւ ավելի մինչեւ Շիրակի հյուսային հատվածները Վրաստանը, իսկ արևմտյան մասը հավակնում էր Օսմանյան Թուրքիան։ Եվ ըստ էության այս հանգամանքներում, եթե չհռչակվեր Հայաստանի Հանրապետությունը, հայկական տարածքները անմիջապես կբզգտվեին այս երեք հարևանների կողմից։ Իսկ աշխարհակական գործոնները նպաստեցին, որպեսզի Հայաստանի տարածքը փոքր շատ է մեծանա հռչակումից հետո, որովհետև դաշնակիցների միջև Թուրքիայի եւ Գերմանիայի միջև հակասություն կար, բրիտանացիները արդեն եկել էին Անդրկովկաս եւ իրենք էլ նպաստեցին, որպեսզի փոքր շատ է Հայաստանի սահմանները մեծանա։ Հայաստանի սահմանների մասով, երբ որ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության տարածքը ընդամենը 11000 քառակուսի կիլոմետր։ Այս պաշտոնական պատմագրության, որին ես անկեղծորեն հակված չեմ, որովհետև այդ տարածքը կարելի է ավելի մեծ համարել։ Բայց խնդիրն այն է, որ եւ մեղադրանք կա օրվա քաղաքական ուժի նկատմամբ, թե եթե Սարդարապատում տարել ենք հաղթանակներ, ինչու այդքան փոքր եղավ Հայաստանի Հանրապետության տարածքը Բաթումի պայմանագրով։
Նախ պետք է գիտակցել այն ակնհայտ իրողությունը, որ Արևմտյան Հայաստանը ամբողջությամբ դատարկված էր հայ բնակչությունից եւ անհնար էր այդ դատարկ տարածքներում դիմադրություն կազմակերպել եւ նաեւ այդ դատարկ տարածքները Հայաստանի Հանրապետության սկզբում ընդգրկել եղած սահմանափակ հնարավորություններով։ Մեղադրանք կա, թե ինչու Սարդարապետի հաղթական հերոսամարտից հետո հնարավոր չեղավ կամ ինչու չկազմակերպեցին հակագրող եւ ըստ էության Բաթումում ստորագրվեց ըստ մեղադրանքների խայտարակ պայմանագիր։ Այո, Սարդարապետում Բաշապարանում փայլուն հաղթանակներ տարվեցին, բայց հետագա մարտական գործողություններ իրականացնելը զուտ ռազմական առումով շատ դժվար էր, որովհետև արդեն նշեցի, որ Արարատյան դաշտավայրում մեծ թվով թուրք բնակչություն կար, որոնք իրենք ծրագրում են ապստամբություն, նույնիսկ վտանգ կար, որ թիկունքից հարված կստանար Սարդարապետի պաշտպանական ճակատը։ Ըստ էության դա էր, նաև այն գիտակցումը կար, որ Թուրքիան պատերազմ պարտվելու է եւ Հայաստանի Հանրապետության սահմանների մեծացում կլինի եւ այդպես էլ եղավ։ Ընդամենը մի քանի ամիս հետո Մոդուսի զինադատարով Թուրքիան ճանաչվեց պարտված պետություն եւ Հայաստանի Հանրապետության տարածքը արևելքում, արևմուտքում հասավ մինչև 1914 թվականի ռուս-թուրքական սահման, Կարսի մարզը, Սուրմալուն ընդգրկվեցին Հայաստանի Հանրապետության սահմաններում եւ մոտավոր հաշվարկներով մինչև 75,000 քառակուսի կիլոմետր տարածք է ընդգրկում Հայաստանի առաջին հանրապետությունը։ Եվ ըստ էության տեղ ունեցավ հրաշքը 6 դար անկախություն չունենալուց հետո հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախ պետությունը եւ որը կարևոր գործոն եղավ մեր ինքնության պահպանման, մեր տեսակի պահպանման եւ մեզ մինչև այս օրը հասնելու համար, մինչև մեր օրերը հասնելու համար։ Անկախությունը դա զուտ սնապարս կամ դրոշ ունենալ չի, ազգային հավաքական ունենալ չի, անկախությունը դա ժողովրդի տեսակը պահելու կարևոր գործոններից մեկն է, քաղաքակրթական արժեք է։ Մեր պատմությունը եղել է կամ անկախության վերականգնման համար պայքարի պատմություն, կամ անկախության պահպանման համար պայքարի պատմություն։ Եվ այդպեսին է եղել բոլոր ժողովուրդների պատմությունները, նույնիսկ ամենահզոր ժողովուրդները պայքարում են իրենց անկախությունը պահելու եւ զրացնելու համար։ Եվ ըստ էության հայ ժողովուրդը մտավ իր անկախությունը պահպանելու, վերականգնումից հետո պահպանելու փուլի մեջ, եւ դա մեծապես նպաստեց, որ հետագայում առաջին հանրապետությունը դառնա խորհրդային հանրապետություն եւ խորհրդային հանրապետությունն էլ դառնա Հայաստանի երրորդ հանրապետությունը։ Թերևս այսքանը սկզբի համար։ Շնորհակալություն, պարոն Ստեփանյան, համառոտ եւ սակայն բովանդակալից ներկայացնելու համար այն պատմական իրադարձությունները, որը տեղի են ունենում 20-րդ դարի սկզբին, որը բերեց Հայաստանի առաջին հանրապետության ստեղծմանը։ Այսօր այն, ինչ կատարվում է ներկայիս աշխարհում, շատերը համեմատում են նրա հետ, ինչը կատարվել է առաջին համաշխարհային պատերազմից առաջ։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ հզոր երկրները եկել են մի այնպիսի հակասության, որը բերեց մեծ պատերազմի եւ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցան ցեղասպանություններ, էթնիկ զտումներ եւ նաեւ հայերի մեծ եղերնը, ցեղասպանությունը, մեծ ողբերգությունը։ Այսօր մենք տեսնում ենք, որ եւս նման իրադարձություններ են կատարում։ Արցախում էթնիկ զտումներ տեղի ունեցան, ամբողջ աշխարհի առաջ եւ բոլորը լռում են եւ ընդունում են եւ Եվրոմիության նման հումանիտար մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպության ղեկավարները գալիս են Բաքու եւ ողջունում են։ Մենք տեսնում ենք Գազայում ինչպիսի ցեղասպանություն է կատարվում, մենք տեսնում ենք Սիրիայում ալավիների ըստ էության ցեղասպանությունը եւ Սիրիայի այդ ռեժիմի հանդեպ ինչպիսի վերաբերմունք կա, բոլորը պաշտոնապես ընդունում են, սանկցիաներից հանում են։ Այսինքն մենք եկել ենք մի իրավիճակի, երբ որ միջազգային կառույցները փլուզվում են։ Երբ որ միջազգային կառույցները փլուզվում են եւ կանոններ չկան, ապա կարող են լինել այն ամեն ինչ, ինչ որ մենք նույնիսկ մեր երևակայությամբ չենք կարող պատկերացնել։
Առաջի համաշխարհային պատերազմի ժամանակ ինչ շահեր ունեին այդ տարբեր երկրները, տարբեր ուժերը, ինչ խնդիրներ էին լուծում, ինչ վերաբերմունք ունեին Հայաստանի Հանրապետության, նորաստեղծ հանրապետության նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա ղեկավարները ինչպես էին մտածում, ինչ քաղաքականություն էին փորձում վարել, եւ շատ կարեւոր է դա իմաստավորել, որտեղ դա ոչ միայն պատմական նշանակություն ունի, այլ նաեւ մեզ կօգնի այսօրվա իրավիճակում կողմնորոշվել, որովհետեւ ընդհանուր գծերով կատարվում է նույն բանը։ Ես հիմա խոսքը կփոխանցեմ քաղաքագետ Երվանդ Բոզոյանին եւ ակնկալում եմ, որ պարոն Բոզոյանը կներկայացնի հենց այդ իրավիճակները, ինչ process-ներ են տեղի ունենում եւ ով ինչպես էր մտածում։ Ճիշտ ասած, պատմաբանից հետո մեծ հաշվով հիմնական գործընթացները արդեն ներկայացվեց, բայց ես կուզենայի դրա քաղաքական բովանդակությունը ուղղակի ներկայացնել, թե ինչ էր իրենից ներկայացնում, օրինակ ասենք Օսմանյան կայսրության նպատակավորներ, Գերմանիայի նպատակավորներ, ինչու բոլշևիկները այդ պայմանագիրը Բրեստ-Լիտովսկում կնքեցին եւ դա ինչ հետևանքներ ունեցավ մեր համար եւ վերջապես Մեծ Բրիտանիայի խնդիրը որն էր եւ այդ կոնֆիգուրացիայի մեջ ինչպես իրենց դրսևորեցին հայերը, վրացիները եւ ադրբեջանցիները եւ ինչպես ստացվեց, որ մենք կարողացանք մայիսի 18-ին այնուամենայնիվ կերտել այս պետականությունը։ Ուրեմն Գերմանիայի եւ Օսմանյան Թուրքիայի միջև 1914 թվականի օգոստոսի 2-ին կնքվեց մի համաձայնագիր, որի հիման վրա փաստացի Գերմանիան լեգիտիմացրեց Օսմանյան կայսրության հետագա առաջխաղացումը դեպի արևելք եւ ձևակերպեց, որ դրա համար խանգարում են քրիստոնեական անկլավները, հայերն ու վրացիները եւ մեծ հաշվով անուղակի խրախուսվում էր, որ այդ անկլավները պետք է մաքրվեն, որպեսզի Օսմանյան կայսրությունը կարողանա ինտեգրել իր հետ մահմեդական շրջանակներին Ադրբեջանում, Հյուսիսային Կովկասում եւ վերջապես նաեւ Կենտրոնական Ասիայում։ Հենց այդ գաղափարական հիմքի վրա էր, որ գնաց հետագայում ցեղասպանությունը եւ հետագայում երբ որ ռուսական կայսրությունը փլվեց, առաջացավ այդ բացը, վակումը տարածաշրջանում բոլշևիկյան հեղաշրջումից արդյունքում։ Բոլշևիկյան հեղաշրջումը սարսափելի մեծ բացասական ազդեցություն թողեց տարածաշրջանի վրա, հատկապես մեր ժողովրդի վրա։ Տեսեք ինչ կատարվեց։ Լենինը եկավ իշխանության հետևյալ կարգախոսով փոխենք իմպերիալիստական հեղափոխությունը քաղաքացիական իմպերիալիստական պատերազմը քաղաքացիական պատերազմ, այսինքն հանուն իր իշխանության մենք գնանք սեպարատ խայտարակ մակարդակի զիջումների Գերմանիայի, որպեսզի կարողանանք իշխանությունը պահենք եւ իշխանության պահելու համար քաղաքացիական պատերազմ հրահարենք մեր թշնամիների դեմ Ռուսաստանի մեջ։ Դա պետականության քանդման առաջին փուլն էր, որի հետևանքները ամենածանրը զգացին Անդրկովկասի ժողովուրդները եւ հատկապես հայերը։ Մարտի 3-ին 2018 թվականի, երբ որ կնքվեց այդ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, պայմանագրի համաձայն Ղարսը, Արդահանը եւ Բաթումը պետք է հանձնվեր Թուրքիային։ Պաշտոնապես չէր հայտարարում, որ պետք է հանձնվեր Թուրքիային, պաշտոնապես հայտարարվեց, որ ռուսական կողմը զիջում է այդ տարածքները, այդ տարածքներում պետք է ընթանան, այսպես ասած, հանրակրվեներ կամ պլեբիսցիտներ, որից հետո այդ ժողովուրդները պետք է որոշեն, թե ում տակ պետք է մտնեն։ Բայց աշխարհակաղակական տեսակետից բոլորը հասկանում էին, որ դա պետք է միացվեր Օսմանյան կայսրությանը։ Եվ երբ որ այդ process-ը կատարվեց, հասկանալի պատճառներով Անդրկովկասի Սեյմը, որը բաղկացած էր հիմնականում 3 ժողովուրդներից, հայերից, ադրբեջանցիներից եւ վրացիներից, ըստ էության Սեյմը մերժեց այդ համաձայնագիրը, հիմնականում որովհետեւ Ղարսը, Արդահանը հանձնելով հայկական կորուստներում, Բաթումը հանձնվելով վրացական կողմներ կորուստի ընդհանրվում եւ ինքը մերժեց, բայց մերժելով ըստ էության դա ոչինչ չէր նշանակում, որտեղ ուժեր, որը պետք է կարողանային աջակցել հիմնական Անդրկովկասի Սեյմի ուժերին, այդպիսի ուժ աշխարհակաղակական իմաստով գոյություն չուներ։ Ռուսական կողմը արդեն հետ էր քաշվում,
հիմնականում այստեղ այդ ճակատում թուրքական բանակի դեմ ոչ մի բան չկար, դա համար սկսեց առաջ խաղացումը։ Առաջ խաղացման արդյունքում այստեղ արդեն առաջացավ, երբ որ հայկական եւ վրացական բանակները պարտություններ կրեցին մեկը մյուսի հետևից, որտեղ ադրբեջանական կողմը ըստ էության չէր մասնակցում այդ պատերազմին, ինքը սպասում էր, որ թուրքական բանակը գար, հիմնականում թուրքական բանակի դեմ էին կանգնած հայերն ու վրացիները, եւ երբ որ պարզվեց, որ ըստ էության հայկական եւ վրացական բանակները պարտվում են, այդ ժամանակ Անդրկովկասի Սեյմի վարչապետը Չխենկելին, վրացի Չխենկելին, փորձեց գաղտնի սեպարատ պայմանագիր կնքել Թուրքիայի հետ, Օսմանյան կայսրության հետ, որպեսզի Ղարսը հանձնելով կարողանա փրկի Բաթում, այսինքն փորձեց որոշակի կոմպրոմիսային տարբերակ լինի, որ ասենք կլինի, այս մի մասը հանձնենք, այս մի մասը չհանձնենք, հասկանալի պատճառներով իրենց ավելի շատ շահագրգռված էին, որ Բաթումը չհանձնեին, եւ ըստ էության այդ սեպարատ պայմանագրի համաձայն ինքը գաղտնի հանձնարարություն տվեց գեներալ Նազարբեկովին, որը պաշտպանում էր Ղարսը, եւ գեներալ Նազարբեկովը կատարեց այդ հրամանը եւ այն իր որոշումը կատարել հրամանը այնքան զզվելի էր, որ լինելով ծագումով հայ գեներալը, ռուսական ցարական գեներալը, ինքը դրա մասին չտեղեկացրեց Սեյմի հայկական պատվիրակներին, այսինքն կառավարության հայկական կազմին, որի արդյունքում իր հանդեպ խիստ բացասական տրամադրություն եղավ հետագայում արդեն հայկական վերնախավի կողմից, այսինքն ինքը փաստացի չասելով ինքը գնաց այդ սեպարատ քայլին, հանձնելով Ղարսը հանձնելով կարելի ասել հայկական տարը, ստեսեսեն մնաց անպաշտպան բառից բուրի իմաստով, բայց Չխենկելի այդ պայմանագիրը, կնքենք պայմանագիր, որպեսզի պահպանենք խաղաղությունը, նույնիսկ Բաթումը պահենք, դա չկատարվեց, այսինքն որտեղ քանի որ Բաքվում էր եւ բալանսը խախտված էր, թուրքական կողմը առաջ խաղացում արեց, ոչ միայն Բաթումը գրավեց, Աղցխան, Ախացխի վրա հարձակում այցն, այսինքն վրացիների բոլոր ջանքերը կանգնեցնել այդ ռազմական գործունեությունը Թուրքիայի ստեցան ոչ մի բան չեղավ, այսինքն Թուրքիան, Օսմանյան կայսրությունը խախտեց արդեն Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը եւ առաջ խաղացումը հասել էր արդեն Ալեքսանդրոպոլ, Ալեքսանդրոպոլը բնականաբար Ղարսի Բրեստ-Լիտովսկի պայմանագրի պայմաններում Թուրքիային պետք է չանցներ, շատ պարզ տրամաբանություն էր։ Եվ ավելին կարող եմ ասեմ, թուրքական բանակի առաջ խաղացմանը նույնիսկ սկսեցին միարտանալ նաև գերմանական կողմը, ինչու, որովհետև գերմանացիների ծրագրերի մեջ չկար մեծ թուրանի ստեղծում։ Գերմանացիները նպատակ էին դրել, որ այնուամենայնիվ այդ տարածաշրջանը պետք է բաժանվեր այսպես ազերության գոտիների 3 մասի։ Ադրբեջանը պետք է լիներ խորհրդային Ռուսաստանի տակ, Վրաստանը իրենց տակ, Հայաստանը անտեր էր մնացել։ Ինչի էին դրանք այդպեսի դիրքորոշում ունենում, ասում նրանց նպատակը հետևել էր, քանի որ խորհրդային Ռուսաստանի դրանք շատ զիջումներ էին ստացել արդեն արևմտյան ճակատում, Ուկրաինայի մասով բան։ Հասկանալի պատճառով նրանք որոշակի իրենց մասով մաքսիմալը ստացել էին բոլշևիկներից, այդ Կովկասի մասով փորձում էին որոշակի ինչ-որ կոմպրոմիսի գնալ բոլշևիկների հետ, որպեսզի բոլշևիկները չփլվեին, որտեղ այնտեղ կար վտանգ, որ բրիտանական իմպերիան կարող էր գարբերեցնել, բրիտանական իմպերիան Գերմանիայի հիմնական գլխավոր թշնամիներից էր համարվում, բայց տեսեք, ուրեմն բրիտանական իմպերիան դեմ էր թուրքական առաջխաղացմանը, բնականաբար բոլշևիկները դեմ էին առաջխաղացմանը, ավելին բոլշևիկները տակից սկսեցին աջակցել հայկական պարտիզանական շրջանակներին, որպեսզի նրանք կարողանան դիմադրել։ Գերմանական իմպերիան էր դեմ դրան, բայց թուրքական կայսրությունը, այն ժամանակ Օսմանյան կայսրությունը ամեն ինչից անկախ, նույնիսկ պայմանագրի մեջ չկար արդեն առաջխաղացումը դեպի Ալեքսանդրոպոլ, իր զորքերը առաջ տարավ մինչև վերջ։ Պատկերացրեք, թե ինչ է նշանակում խաղաղության պայմանագիրը առանց ուժերի բալանսի։ Առանց ուժերի բալանսի խաղաղության պայմանագիրը կներեք հավասար է զուգահանի թղթի, ոչ մի կամ սալֆետկային, ոչ մի տարբերություն չկա, որտեղ խաղաղության պայմանագիրը կյանքի է կոչվում այն ժամանակ, երբ որ կողմերը բալանսավորված են իրենց ուժերով կամ դաշնակից ուժերով եւ այլն եւ այլն։ Սա հիշենք այդ իրավիճակը։ Երբ որ ըստ էության առաջ խաղացում գնաց եւ պարզվեց, որ վրացիները փրփուրներից էին կախում, որպեսզի կարողանային կանգնեցնել թուրքական բանակը, բայց չկարողացան, այդ ժամանակ իրենք սկսեցին դիմել գերմանացիներին, որ գիտեք ինչ հարգելի գերմանացիներ, ըստ էության մենք Բաթումն ենք հանձնում, բայց սրանք առաջ են գալիս Թիֆլիս են ուզում գրավեն, ինչ անենք այս պայմաններում գերմանացիները մտահոգվելով այդ իրավիճակից փորձեցին ինչ-որ կոմպրոմիսներ գտնել թուրքերի հետ, թուրքերը պահանջում էին, որ Անդրկովկասը պաշտոնապես հայտարարի, որ ինքը անկախանում է խորհրդային Ռուսաստանից։ Ինչի էին դա պահանջում։
որովհետև այդ պահանջը պետք էր, որպեսզի Թուրքիան Օսմանյան կայսրությունը հայտարար, որ ինքը հետագա նվաճումները անելու է ոչ թե խորհրդային Ռուսաստանի դեմ, որտեղ խորհրդային Ռուսաստանի դեմ նվաճումը դա մի բան է, մեկ այլ բան է փոքր ժողովուրդների դեմ, որպեսզի անկախացումից հետո ինքը կարողանա հեշտությամբ կլանի, այսինքն ինքը լեգիտիմացնի իր հետագա գրավումը։ Հասկանալի պատճառներով այդ դրա դեմ էին սկզբնական փուլում հայերն ու վրացիները, ադրբեջանցիները կողմ էին, բայց վրացիները փոխեցին իրենց դիրքորոշումը այն ժամանակ, երբ որ ստացան երաշիկ գերմանական կողմից, որ գերմանացիները իրենց անկախության հռչակագրությունը իրենց կպաշտպանեն։ Եվ այդպես է ստացվեց։ Իրենք տեսնելով, որ արդեն փլվում է ամբողջ ճակատը, տեսնելով, որ այլընտրանք չկա արդեն թուրքական նվաճման, իրենք մտան սեպարատ պայմանագրի, որ Վրաստանի մի մասը ուղղակի գոնե մտցնեն գերմանացիների տակ, գերմանացիները հայտարարեցին, որ դուք համաձայնվեք թուրքական պահանջին անկախություն հռչակեք, որպեսզի մենք կարողանանք մեր զորքը մտցնենք այն վրացական տարածքը, որտեղ Թուրքիան արդեն չի մտնի։ Այդ երաշիկը ստացան։ Հայերը այդպիսի երաշիկներ չունեին։ Դրա համար հայերը մինչև վերջ կարճում էին եւ դեմ էին այդ անկախացմանը։ Բայց քանի որ հայերը ըստ էության ոչ երաշիկ ունեին, ոչ արդեն գործընկեր ունեին, ոչ բան չունեին, ըստ էության այդ անկախությունը մեզ պարտադրվեց։ Եվ այն միֆը, որ հետո էս խորհրդային միության փլուզումից հետո որ դաշնակցությունը դեմ էր անկախությանը, բան, այդ միֆը դա գիտության, անգլիագիտության արդյունքում էր այդ միֆը կայացած, որտեղ դաշնակցության միակ տարբերակը կարճել մինչև վերջ, որպեսզի մենք կարողանանք չլեգիտիմացնենք մեր ոչնչացումը, դա միակ ճիշտ ճանապարհն էր, բայց նույնիսկ այդ պարագայում չստացվեց այդ process-ը։ Այսինքն այստեղ ես ուզում եմ ճիշտ հասկանանք, որ ոչ թե դաշնակցությունը կամ հայ ժողովուրդը մերժում էր պետականությունը, բոլորս էլ հասկանում ենք, որ մենք մեր երազանքն էր պետականություն ստեղծել, բայց այդ երազանքի պետականության ստեղծման ձևական մասը պարտադրված էր Թուրքիայի կողմից, որպեսզի դրանից հետո ինքը ավելի լեգիտիմ մակարդակով ոչնչացնի հայ ժողովրդին։ Սա էլ գլխավոր խնդիրը։ Վրացիները ստացել էին երաշիկ գերմանացիներից, գերմանացիները արդեն պայմանավորվել են իրենց զորքը մտնի Վրաստան, դրա համար իրենք կողմ եղան։ Արդյունքում վրացական եւ ադրբեջանական կողմը արդեն համաձայնվեցին անկախությանը, հայկական կողմը չնայած դեմ էր, բայց քանի որ պարտադրվեց, ըստ էության հայերը հասկացան, որ բարից բունի վաստով մենակ են մնացել, մեզ մնացել էր մենակ մի բան՝ պայքարել, ուրիշ տարբերակ չկար։ Ուրիշ տարբերակ չկար, քանի որ մենք արդեն մայիսի 15-ին կորցրել էինք արդեն Ալեքսանդրոպոլը, արդեն չկար արդեն Ալեքսանդրոպոլը, մնացել էր մի հատ sense մի տարածք էր, անորոշ մի տարածք էր մնացել, որտեղ բարձ չէր թե ինչ է լինելու, որտեղ արդեն բոլորը գրեթե համարում էին, որ Հայաստանի հայկական հարցը վերջնականապես լուծվելու է, այստեղ իսկապես ի շնորհիվ Դաշնակցության եւ Արամ Մանուկյանի կարողացան մի բռունցք սարքել այս Երևանի շուրջ տարածքը, բռունցք, որպեսզի կարողանանք դիմադրենք թուրքական կողմին, որպեսզի կարողանանք ինչ-որ մի կտորի վրա կարողանանք ձևավորենք պետականություն։ Շատ կարևոր է մի ինչ-որ մի կտորը, որպեսզի հետագայում այդ կտորը կարողանանք մեծացնենք։ Եվ այստեղ ես կուզեի, որ ցավոք սրտի մեր պատմագրությունը եւ ընդհանրապես մեր այսօրվա լայն դաշտը տեղեկացված չէ, թե ով ինչ դեր է կատարել, հա։ Եթե օրինակ համեմատում ենք երկրորդ համաշխարհային պատերազմում, օրինակ սովետական միության բանակին, չէ, բոլորը գիտեն, որ Ստալինը գլխավոր դերն էր կատարում, որ բայց ասենք գլխավոր շտաբի պետը Ժուկովն էր կամ առաջնային գծում Ժուկովի դերն Ռակովսկի, Բաղրամյան եւ այլն, հայկական, այսպես ասած, ճակատի այդ բանի Սարդարապետի հետ կապված ոչ մեկի մոտ պարզ չի թե թափես ով ինչ դեր է կատարել։ Այսինքն բոլորը այնպես մի պատմություններ են հնարել, որ ամենը ինչ որ մի, չգիտեմ, միասնական պատկերացում թե ընդհանրապես ով ինչ դեր է կատարել, ցավոք սրտի չկա եւ մեր հասարակության, մեր քաղաքական վերնախավի 90%-ն էլ պատկերում։ Գիտեմ, որ Սարդարապետում ինչ որ հաղթանակ են տարել, բայց ինչ որ, չգիտեմ, խմբապետներ կամ չգիտեմ ինչ, մեկը ասում է սենց, իրականում ինչա կատարվել։ Կատարվել է հետեւյալը, այստեղ առանցքային յուրօրինակ հայկական Ստալինի ֆունկցիան կատարել է Արամ Մանուկյանը։ Արամ Մանուկյանը չլներ, մենք Սարդարապետում չէինք կարող հաղթանակ տանենք։ Ինքը կարացավ այդ բռունցքը սարքի, բայց Արամ Մանուկյանը պատերազմի գործողությունների մեջ չի մասնակցել։ Ասեմ դες իմանաք, պատերազմը ուներ 3 ճակատ, 3 ուղղություն։ Երևանյան ուղղություն, Սարդարապետ ուղղություն, երկրորդ ուղղությունը դա Բաշապարանն էր, երրորդը Ղարաքիլիսան էր։ Ուրեմն այս 3 ուղղություններում գլխավորը Երևանյան ուղղությունն էր։ Գլխավոր Երևանյան ուղղությամբ յուրօրինակ հայկական Ժուկովի դեր կատարեց ցարական գեներալ Սիլիկովը, Մովսես Սիլիկովը կամ Սիլիկյանը եւ իր տեղակալ գնդապետ Փիրումյանը։ Սա Դանիել Բեկ Փիրումյանը, այս Սիլիկյանն էր, որ կոորդինացված կազմակերպեց այդ
պաշտպանությունը եւ իր տաղանդի շնորհիվ էր, որ մենք կարողացանք հաջողություն հասնել։ Սիլիկյանի դերն ու դերակատարությունը ցավոք սրտի մեր հանրային գիտակցության մեջ շատ ցածր է, չգիտեմ ինչ պատճառով, միգուցե ինքը ազգության պուդի է եղել դրա պատճառով, դա եթե դա այդպես է, դա մեր տեխնիկական արդյունքն է դա։ Եթե չգիտեմ անգլիական արդյունքն է, չեմ կարող ասեմ դրա պատճառը որն է, բայց Սիլիկյանի հերոսական, տաղանդավոր դերակատարումը ցավոք սրտի չի գնահատվել եւ իր անունը շատերը չգիտեն։ Սա է խնդիրը։ Երկրորդ ուղղությունը Բաշապարանում գեներալ Դրոն էր, որ փայլուն կազմակերպեց եւ ընդհանրապես գեներալ Դրոյի նույնպես իր արժեքը շատերը չեն գնահատում, չեն հասկանում, դա այն եզակի ղեկավարներից էր, որը պրակտիկորեն ոչ մի տեղ չի պարտություն չի անցնել։ Եվ վերջապես այդ երկու ճակատներում էլ մենք մեծ փայլուն հաջողություն արձանագրեցինք, ընդ որում չունենալով այսպես ասած զորքերի առավելություն եւ այլն, օսմանյան ուժերը ավելի լավ էին կազմակերպված, քանակությամբ մի քիչ ավելի շատ էին նույնիսկ, բայց մենք կարողացանք դիմադրելով կարողացանք եւ վերջապես Ղարաքիլի սահույցությամբ մենք հայտարարակ պարտություն կրեցինք։ Ես կարող եմ ասեմ ինչու, սա էլ ցավոք մեր պատմությունը չի արձանագրում, որովհետեւ այնտեղի ղեկավարը գեներալ Նազարբեկովն էր, այն Նազարբեկովն էր, որը հանձնեց Ղարսը եւ որի հանդեպ չկար վստահություն բանակի կողմից, եւ ես կարծում եմ, որ իրեն նշանակել այդ ուղղությամբ ստրատեգիական սխալներից էր, ենթադրում եմ, որ ինչ հաշվարկների արդյունքում էր իրեն նշանակել, բայց որը բերեց նրան, որ մենք այնտեղ խոշոր պարտություն կրեցինք, իսկ Ղարաքիլիսան դա դեպի Թիֆլիս ճանող ճանապարհն էր, մեր այսպես ասած ուղին էր, որը ստրատեգիական նշանակություն ուներ, եւ այստեղ մեր պարտությունը շատ ծանր կներ, եթե վրացական կողմը Չոլոկի հետի մոտ հանգարտ չկարողանային կանգնեցնել Թուրքիային, այսինքն այստեղ նաև պետք է մենք արձանագրենք, որ վրացական կողմը յուրօրինակ այնտեղ կոմպենսացեց իր հաղթանակով, դրա համար էլ Ղարաքիլիսայի մեր պարտությունը մեծ արձագանք ստացավ։ Անուղղակիորեն թեև վրացիներն ու հայերը զուգահեռ էին գործում, բայց անուղղակիորեն երկուսն էլ շահավետ էին, որ երկուսն էլ հաղթեին, որովհետև մեկի պարտությունը անխուսափելի կլիներ մյուսի պարտությունը, սա միանշանակ եմ ասում, թեև նույնպես եմ կրկնում, հայկական պատմագրության մեջ նշված է, որ վրացիները մեզ դավաճանեցին այդ անկախության ճանաչման իմաստով, որի մեջ ճշմարտության մաս կա, այն իմաստով, որ վրացիները տեսնելով, որ իրանք էլ են պարտվում, իրանք փորձին սեպարատ փրկվել, ասես ձևակերպել, բայց ռազմավարական իմաստով ոչ մեկին էլ շահավետ չէր մյուսը պարտվել, երկուսն էլ փորձում էին կոորդինացված ինչ-որ ձևի դիմադրություն կազմակերպել, պարզապես վրացիները ունեին հովանավորի դեպս Գերմանիայի, մենք այդ հովանավորը չունեինք եւ մնացել էինք միայնակ։ Եվ ըստ էության Սարդարապետի ճակատամարտի շնորհիվ մենք կարողացանք կանգնեցնել թուրքական առաջխաղացումը եւ հունիսի 4-ին կնքել Բաթումի պայմանագիրը, որի հիման վրա մեզ ճանաչեցին 12000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա։ Ինչու 12000 քառակուսի կիլոմետր, դա էլ է շատ սիմվոլիկ, որպեսզի մենք հասկանանք, հենց 12000 քառակուսի կիլոմետրի վրա էր կանգնած հայկական զինվորը։ Այսինքն որտեղ որ կանգնած էր հայկական զինվորը, այնտեղ էլ արձանագրվեց մեր պետականության տարածքը։ Եվ միշտ հիշեք, բոլորը պետք է հիշեն, որտեղ կանգնած է հայ զինվորը, այնտեղ էլ սկսում է հայրենիք, այնտեղ էլ կարող են մեզ ճանաչել պետականություն։ Որտեղ մենք չունենք զինվոր, նույնիսկ եթե մենք երևակայության ունենանք, որ մենք դա հայրենիք ունենք, միայն միևնույնն է աշխարհի այդ հայրենիքը մեզ չի ճանաչելու։ Այսինքն սա մենք պետք է միշտ հիշենք, որ Բաթումի պայմանագիրը դա հետևանք էր Սարդարապետի հաղթանակի այն չափով, ինչքանով որ մենք կարողացանք այդ հաղթանակը նվաճել։ Այդ 12000-ը մենք նվաճելուց հետո, դրանից հետո արդեն, քանի որ կար առաջին համաշխարհային պատերազմ, մեծ բախում Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Սովետական խորհրդային Ռուսաստանի, Գերմանիայի բան, դրա արդյունքում մեզ մի թեթև հանգիստ թողեցին, բայց ես ասեմ դες, որ մեկ ամիս անց, երբ որ թուրքերը տեսան, որ մի քիչ շանս ունեին մեր վրա անանելու, էլի առաջխաղացում արեցին եւ այդ 12000-ը փաստացի մենք վերահսկում ենք 7-8000 քառակուսի կիլոմետր տարածք, իրականում Թուրքիան եթե շանս ունենար, ամբողջը կկարար գրավել, պարզապես իր ուժերը այնքան էին տարածված տարբեր ֆրոնտերում, բայց հնարավորությունը չունեին։ Այսինքն ստացել էր այնպես, որ եթե մենք Սարդարապետում այս հաղթանակը չունենայինք եւ Բաթումի պայմանագրին չհամաձայնվեինք, մենք կլինեինք այն ազգը, ոնց որ այսօր կարող ունենք ասորիները։ Այս է իրականությունը։ Այսինքն մենք Սարդարապետը եւ դա միջազգային պատմագրությունն է հաստատում արդեն բոլորը, ըստ էության Զորաբ Ավալովը, վրացի պատմաբանն է դա շատ ֆանտաստիկ մանրակրկիտ վերլուծում, ասում, որ ըստ էության, եթե Սարդարապետում հայ ժողովուրդը գոյության խնդիր էր լուծում, ապա
Վրաստանը փորձում էր լուծել իր տարածքների խնդիրը, որը ինքը կարողացավ մասամբ լուծել եւ հենց դրա պատճառով էր, որ մայիսի 26-ին Վրաստանը հենց անկախություն հռչակեց, հենց այդ նույն օրը գերմանական բանակը մտավ Գերմանիա եւ պահպանեց այն տարածքը, որտեղ որ գերմանական բանակը մտավ Վրաստան եւ տարը պահպանեց այն տարածքը, որտեղ ինքը ըստ էության արդեն ընդունում էր որպես պետություն։ Ցավոք սրտի նույնիսկ եմ կրկնում, հայկական տարածքի մեջ ոչ ռուսական բանակը կարողացավ մտալ մեզ պաշտպանելու, ոչ բրիտանական բանակը, ոչ էլ գերմանական բանակը կարողացավ հասնել։ Մենք միայնակ ենք մնացել։ Այս է խնդիրը։ Եվ այդ падգամը պետք է մենք հիշենք մեր մյուս այսօրվա մեր բանը, որ մենք միշտ լինելու ենք այդ իմաստով միայնակ պետք է հիշենք, որ ի տարբերություն վրացիների, տարբերություն ադրբեջանցիների բաների, մենք այդպիսի վիճակի մեջ միշտ կարող ենք լինել։ Եվ մենք պետք է հասկանանք, որ ցանկացած պայմանագիր, խաղաղության պայմանագիր թուղթ, ինքը կմնա կներեք զուգան թուղթ, եթե դրա հետևը չլինի բալանս, ուժերի բալանս։ Եթե այդ ուժերի բալանսը չլինի, ցանկացած թուղթ, լինի դա Ադրբեջանը, լինի դա Թուրքիա, դա թուղթ է մնալու։ Այդ թուղթը Թուրքիան ապացուցեց, որ իր համար այդ թուղթը ուղղակի 5 րոպեում կարող է փոխել, այսինքն հաջորդ օր, տեսեք, մարտի 3-ին կնքվեց 18 թվականի Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, մարտի 3-ից անցավ ընդամենը 2 ամիս, ինքը արդեն Ալեքսանդրոպոլը գրավել էր եւ պատրաստվել էր գրավել Երևանը։ Սա է ամենակարևոր խնդիրը։ Մենք կունենանք բալանս, ուժերի բալանս, ունենանք իրական թուղթ, որը կապահովում մեր խաղաղություն։ Չենք ունենա այդ բալանսը։ Այդ թուղթը կլինի խաբեություն մեր ժողովրդի համար, որի արդյունքում մենք նորից էլի կորուստներ կունենանք, անընդհատ թղթերի հետևից կվազենք, որի վերջում մենք արդեն Երևանի թուղթներ կարող է չունենանք։ Այն ամենակարևոր խնդիրն է։ Իսկ որպեսզի մենք այդ իրավիճակի մեջ չլինենք, մենք պետք է հասկանանք, որ Թուրքիայի հետ մենք կարող ենք հարաբերվել, Ադրբեջանի հետ հարաբերվել, եթե մենք կարողանանք այդ բալանսը վերականգնել, քանի մենք այսօր չունենք այդ ուժը, մենք ուրեմն պետք է կարողանանք դաշնակիցներով այդ բալանսը վերականգնել։ Օրինակ, եթե այսօր Իրանի հստակ դիրքորոշումը չներ, մենք կորցրած կլինենք արդեն Զանգեզուրի միջանցքը։ Եթե այնուամենայնիվ ինչքան էլ որ հարաբերությունները վատ են, հայ-ռուսական հարաբերությունները որոշակի ինչ-որ մակարդակի չնեին, իմացեք, որ այսօրվա Հայաստանը չէ լինի պարզապես։ Այսինքն այս պարզ ճշմարտությունը մենք պետք է հասկանանք։ Նեղանալը, նեղացկոտությունը դա մարդկային հարաբերություններից միգուցե հասկանալի է, պետական մակարդակով դա կներեք անմեղսունակություն է, ընդհանրապես նեղացկոտությունը մտցնել մեծ քաղաքականության մեջ, որովհետև դրա արդյունքում մենք կարող ենք մեծ կորուստներ ունենալ։ Հիշենք այս դասերը եւ այդ դասերից ճիշտ հետևություն անենք։ Եվ օրինակ տեսեք, օրինակ, երբ որ մենք կարողացանք այդ պետությունը ստեղծենք, Մուդրոսյան պայմանագիրից հետո արդեն նույն տարի, այդ 18 թվականի սեպտեմբերի 30-ից հետո արդեն մեր տարածքը արդեն հասավ մինչև 60,000 քառակուսի կիլոմետրի։ Ինչու՞, որտեղ Թուրքիան կործանվեց, Բրիտանիան հաղթել էր արդեն եւ ինքը օգնեց մեզ, այսինքն մենք պետք է ունենանք պետություն, պետական գիտակցություն, պետական մտածողություն, հասկանանք, որ մենք պետք է մեր պետական մտածողությամբ այս պահին կամ այն պահին դաշնակիցներ ունենանք, որպեսզի մենք կարողանանք պաշտպանվել։ Սա եթե դու հրաժարվում ես դաշնակցից ու ասում ես, ես պետք է մենակ գնամ այս անետ պայմանագիր կնքեմ, մոտավորապես նման բանի, որ նապաստակ ուզում է կնքի պայմանագիր այրոցի հետ։ Այրոցի համար նապաստակը կերակուր է, մաքսիմում։ Ինքը կարող է մտածել թե երբ ուտես, առավոտյան թե երեկոյան։ Ինքը այրոցի համար նույնիսկ վիրավորական է, որ ինքը նապաստակի հետ պայմանագիր կնքի, բայց այդ նապաստակ ասում է, ես ունեմ մի հատ գործընկեր, իդեմս Վագրի, բայց որը ուզում եմ, բայց ես չեմ ուզում քո հետ հավերժ պատերազմ մեջ մտնեմ, արի իմ հետ ընդունի, որ ես էլ պետքա գոյություն ունեմ ապրելու, այդ ժամանակ արդեն այդ առողջ կմտածի, իսկապես Վագրի հետ արժի հակամարտության մտնել հանուն նապաստակի, թե ոչ։ Դրա համար կոպիտ ասած փոքր ժողովուրդները պետքա կարողանան այդ բալանսը ապահովել։ Դա վիրավորական չի, որտեղ փոքր ժողովուրդը օբյեկտիվորեն չի կարա մեծ ժողովրդին բանանի։ Ցավոք սրտի մենք էլ մեր տարածաշրջանը Շվեյցարիայի կամ Ֆրանսիայի կողքը չենք, որ մեզ համարենք, որ չգիտեմ, ադրբեջանցիները շվեյցարացի են, եվրոպաները, թուրքերն իտալացի են։ Այս ցավոք սրտի սա է խնդիրը։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ մեր հարևանների տրամաբանությունը, ինչքան էլ որ մենք ուզում ենք խաղաղությամբ ապրենք իրանց հետ, դա չի նշանակում իրանք մեր հետ համաձայն են խաղաղությամբ ապրել։ Իրանք կհամաձայնվեն մեր հետ խաղաղությամբ ապրել այն ժամանակ, երբ որ ունենան երաշխիք, տեսնեն, որ չեն կարող մեզ ոչնչացնել։ Սա ամենակարևոր խնդիրն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Բոզոյան, շատ հետաքրքիր, շատ կարևոր ելույթի համար, որովհետև ինչպես դուք նշեցիք, առաջին հանրապետության այդ ժամանակաշրջանի վերլուծությունը, թե որ երկրները ինչ շահեր ունեն, շատ կարևոր է այսօրվա օրը հասկանալու համար, որովհետև պատմության մեջ իհարկե որոշակի կոնֆիգուրացիաներ փոխվում են, բայց տրամաբանությունը չի փոխվում։ Եվ շատ դեպքերում նույնիսկ շահերը չեն փոխվում, որովհետև շահերը պայմանավորված են աշխարհաքաղաքական դիրքով եւ աշխարհաքաղաքական իրավիճակով։
Ցավոք սրտի մեզ այդ քաղաքագիտական միտքը բավականին թույլ է, մեր քաղաքագիտական միտքը, եւ մարդիկ ապրում են առասպելներով, ինչ-որ տեսակետներով, որոնք որևէ հիմք չունեն, եւ եթե այսօր դուրս գալ փողոց եւ մարդկանց հարցնել, թե ինչ է կատարվել այն ժամանակ, ինչ է կատարվում հիմա, ապա մենք կտեսնենք, որ մարդկանց գլխում այդ ամեն ինչը խառնվել է եւ հստակ գնահատականներ չկան։ Եվ որ չկան հստակ գնահատականներ, իհարկե լինում են քաղաքական ուժեր, որոնք փորձում են այդ պատկերացումների վրա շատ դեպքերում սխալ հիմնվել եւ օգտագործել իրենց ինչ-որ խնդիրները լուծելու համար, որը պետական շահերի դեմ է։ Ես հիմա խոսքը փոխանցում եմ պարոն Մանուկ Սուքիասյանին, Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության ղեկավարին։ Պարոն Սուքիասյան, ինչ դասեր կարելի է քաղել Առաջին հանրապետության պատմությունից եւ այսօր այդ դասերը ինչպես մեզ կարող են օգնել ճիշտ կողմնորոշվելու, ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Շնորհակալ եմ, շատ ողջունելի ֆորմատ եւ նախաձեռնություն եւ շատ արդիական, նաեւ Մայր Հայաստանի համար կրկնակի տոն այսօր։ Ես իհարկե որոշել եմ մի փոքր ավելի ձեր ասած հարցադրման կոնտեքստով սոցիալական նախադրյալներին եւ դրդապատճառներին քաղաքացու վարքագծի անդրադառնալ, բայց մի քանի դրվագով հնչած խոսքերի վերաբերյալ ուղղակի այսպես փոքր ռեմարկաներ Սիլիկյանի վերաբերյալ, այո, այդ ամեն ինչպես պարոն Բոզյանը նշեց արդիական է, բայց Երևանում կա Սիլիկյան թաղամաս իր անունով եւ դեպի Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհի հետ կապված մեր խմբակցության ներկայացուցիչ Արշակ Սարգսյանը ունի էստակադայի նախագիծ, այդ մի դրվագ Նազարբեկովի հետ կապված ձեր մատնացույց արած այդ անհաջողությունների կարսին մյուսից հետո իրեն Նազարբեկովին մարդիկ գյուղացիները կնքել էին Նազադ Բեգոմ անունը, Նազարբեկովը Նազադ Բեգոմ է դարձել։ Չխենկելի հետ կապված բոլշևիկների ու մենշևիկների հետ հակադրությունը չխանգարեց, որ հետագայում չխենկելի զարմուհին դառնա Լավրենտի Բերիայի կինը, այդպես պատմությունը հետաքրքիր դրվագներ ունի, որ մտորելու տեղիք են տալիս։ Անդրադառնալով պարոն Դանիելյանի մատնացույց արած սովորությանը, պիտի ասեմ, որ այսպեսի մի պարզ ճշմարտություն կա, առհասարակ ժողովուրդները ինչ են ուզում ազգային պետություն։ Այն առումով, որ օտարը նվաճող է, հարստահարող է, շահագործող է, անարդարություն է շատ դեպքում բանեցնում, առավելապես սոցիալական անարդարություն, կրոնական ազատությունների սահմանափակում, շահագործում, ազգային հիմքով, իրավունքների ստորադասում, մշակույթի, այսպես ասենք, ավելի նեղ հունի մեջ դնել, տվյալ ժողովրդի, եթե իշխողը նվաճող է, օտար է, եւ ազգային պետությունը տալիս է ազգային ինքնության դրսևորման եւ զարգացման առավելագույն պայմանները։ Այդ առումով ազգային պետությունը որպես միավորում, որպես, չգիտեմ, ինչպես իրավաբանները կասեին, հանրային պայմանագիր, շատ մեծ, շատ կարևոր իր մեջ բաղկացուցիչ ունի, որը սոցիալական արդարությունն է, եթե մարդը իր ազգային պետության մեջ իրենց կա սահմանափակված, ոտնահարված, որևիցե կերպով, չգիտեմ, անտեսված, շահագործված, մարդու աչքերում ազգային պետության գաղափարը նսեմանալու է, հետևաբար այդ մարդուց անձնազոհություն, սխրանք, նվիրում, պայքար ակնկալելը դառնալու է անիրատեսական։ Այդ առումով պարոն Ստեփանյանը շատ լավ նշեց, առաջին հանրապետությունը եթե չլիներ, երկրորդը կասկածելի է, որ կլիներ սովետական միության կազմում որպես հանրապետություն եւ հետեւաբար նաեւ արդեն այս երրորդ հանրապետությունը հիմքը խախուր կլիներ կամ անհեռանկար կլիներ, այդ առումով օրգանական կապը առաջին հանրապետության հետ, այո, մենք զգում ենք ու պետք է շարունակենք զգալ։ Այստեղ պարզապես մի շատ կարևոր դրվագ կա, ինչպես ես քիչ առաջ նշեցի, սոցիալական արդարության
դրվագը պահով տեսեք, երբ որ նոր անկախ Հայաստանը ձևավորվեց, այնտեղ պատերազմ, շրջափակում, հասարակարգի փոփոխություն, նախնական կապիտալի կուտակում, գումարած նաև ընտրական գործընթացների աղճատում, հռչակված ժողովրդավարության այսպես լրջագույն խնդիրներ, ինչը բերել էր այդ սոցիալական անարդարության զգացողության օբյեկտիվ պատկերի եւ 18 թվականին մարդկանց փողոց դուրս գալը, այդ պորտկումն էր, որ մինչ 18 թիվը Հայաստանում ոչ փողոցային process-ով էր երբևէ իշխանություն փոխվել, ոչ էլ ընտրական գործընթացներով, եւ 18 թվականը սոսկ ինչ-որ իշխանափոխության տրիվիալ ինչ-որ մեկնաբանություն չէր, այդտեղ կար մարդկանց մոտ մեծագույն ակնկալիքներ սոցիալական արդարության, բայց այս իշխանությունները ցավոք սոցիալական արդարությունը դարձրեցին մի էժան, պրիմիտիվ քարոզչական ինչ-որ մի հատ բալագան սարքեցին, իբրև թե այս ինչ ընտանիքների շերտերը բան են, թալանչիներ են, այ հիմա նրանց թալանը նրանց ձեռքից կվերցնենք, կբաժանենք մեզ ու բոլորը կսկսեն ձեզ ու բոլորը կսկսեն լավ ապրեն, դա էլ սոցիալական արդարությունն է։ Ցավոք նաև դա է մարդկանց մոտ հավատքը շատ բաների հարցում սասանել եւ մենք անելիք ունենք այդ առումով, բայց ամենակարևոր դրվագը որպես խոսքիս ամփոփում ասեմ, նախորդին բոլորը լսեցիք այդ քննչական կոմիտեից մեծ գումարի առևանգումը եւ մամուլում արդեն արտահոսքեր եղան, որ գողություն արած մարդը հայտարարել է, որ հայրը Արցախյան պատերազմից չի վերադարձել, իրենք 3 երեխա է մայրը մեծացել, առ այս պահատում չունեն։ Ժամանակի ընթացքում կհամոզվենք այդ ամբողջապես համապատասխանում է իրականությանը թե չէ, բայց դիցոք եթե ընդունենք, որ դա իրականում այդպես է եղել, դա կոնկրետ մարտահրավեր է պետության համար, որ մի կողմից ունեցել ենք Արցախյան հաղթանակները թմբկահարող եւ դրանով հսկայական կապիտալներ կուտակող նաև անպատժելիության քվոտաներ ունեցող մի հատ շերտ, որը ցավոք իր ամենօրյա վարքաբանությամբ նաև որոշակի նսեմացել է հենց այդ հաղթանակը սովորական քաղաքացու աչքին։ Եվ միևնույն ժամանակին ունեցել ենք ահռելի շերտ, ովքեր, այո, իրենց ամենաթանկն են նվիրել, բայց պետությունը ցավոք Աստծուն կեսարին սկզբունքով այդ ամենը չի կարողացել ճիշտ կերպով կառավարել, դա ես էլ եմ ասում, մի փոքր պայմանականություն է կրում իր մեջ, բայց ցանկացած ազգային պետություն, ով օտարի լուծը մերժելով ձգտում է իր կենսունակությունը աշխարհին ցույց տալ, եթե սոցիալական արդարության, ծնելիության բարձրացման, այդ երկրի հետ ապագա կապելու, սոցիալական հանրային նախադրյալները չունենա, մշտապես ունենալու ենք մենք սահմանում, չգիտեմ, կռվողի պակաս, բյուջեում փողի պակաս, հարկատուի պակաս, հերոսի պակաս, գիտնականի պակաս, այնպես որ սոցիալական բաղկացուցիչը, որ ազգը ինչ հողի վրա է միասին ուզում ապրել, որոնք են ընդհանուր կապող արժեքները, որ մարդկանց կդրթեն հանուն այդ միասին ապրելու գնալ հերոսության, անձնազոհության եւ սեփական կյանքը հայրենիքին նվիրելու այդ ճանապարհով, ահա այդ ամենը հարցադրումներ են, որոնք կախված են օդում եւ առավել քան երբևէ այս իշխանությունների նաեւ մարդկանց հույսու հավատը մսխելու է արատավոր վարքագծի պատճառով, մենք ունենք լրջագույն խնդիր եւ ես կարծում եմ, որ այդ առումով առաջիկայում Մայր Հայաստանը շատ ավելի ուղիղ, թիրախային, հասցեական ու բաց խոսակցություն կունենա հանրության հետ, հուսով եմ պարոն Թևյանը նաեւ այդ դրվագներին կանդրադառնա, շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Սուքիասյան, շատ կարևոր շեշտադրումների համար, որովհետև այո, եթե երկրում գոյություն չունի սոցիալական արդարություն, ապա բնականաբար տեղի են ունենում դեպքեր, ինչպես 2018 թվականին, երբ որ մարդիկ շահարկում են եւ այլ խնդիրներ են լուծում, որը ազգային եւ պետական շահի հետ որևէ ընդհանրություն չունի, այլ ճիշտ հակառակը վտանգներ է իր մեջ պարունակում եւ ցավոք սրտի, երբ որ ուսումնասիրում ենք պատմությունը, ապա առաջին հանրապետության ժամանակ նույնպես նման շատ սուր խնդիրներ են եղել, մենք դրան չանդրադառնանք, բայց այնուամենայնիվ առաջի հանրապետությունից մենք ունենք դասեր քաղելու եւ կան զուգահեռներ,
եւ այդ դասերը ոչ միայն առաջին հանրապետության ստեղծման հետ են կապված, այլ նաեւ անկման, որտեղ անկումից նույնպես պետք է դասեր քաղել։ Մինչև խոսքը փոխանցելը պարոն Անդրանիկ Թևանյանին, Մայր Հայաստան շարժման առաջնորդին, ես ուզում եմ շնորհավորել Մայր Հայաստան շարժման բոլոր անդամներին, որտեղ այսօր Մայր Հայաստան շարժման հիմնադրման երկրորդ տարելիցն է լրանում։ Ինչպես։ Տարեդարձը երկրորդ տարեդարձն է լրանում։ Ես շնորհավորում եմ բոլորին եւ խոսքը փոխանցում եմ պարոն Թևանյանին։ Շնորհակալություն, այո, մայիսի 28-ը առաջին հերթին բնականաբար հայ ժողովրդի համար շատ կարևոր օր է, հանրապետության տոնն է, եւ պատահական չէր, որ մենք նաեւ երբ շարժումն էինք հիմնադրում, որոշեցինք այդ նույն օրը հիմնադրել, որովհետեւ կարևորում ենք պատմական ժառանգությունը իր բացասական եւ դրական կողմերով ընդունելը, դասեր քաղելը եւ նաեւ խորհրդանշական այդ օրը հիմնադրվեց եւ այս առումով ես նույնպես շնորհավորում եմ մեր հիմնադիրներին, Մայր Հայաստանի եւ համակիրներին, վերջով 10,000-ավոր մարդիկ են նաեւ քվեարկել Մայր Հայաստանի օգտին երկու ընտրություններում եւ մենք շնորհակալ ենք նրանց եւ նաեւ կարեւորում ենք այն պատմական իրադարձությունների գնահատական տալը, որը տեղի ունեցել հայ ժողովրդի հետ։ Այս առումով ես իհարկե բարձր գնահատելով պատմական ակնարկները, քաղաքական, սոցիալական տեսակետից մայիսի 28-ը գնահատելը, կուզենայի, որ դասերից խոսենք եւ բանաձևային խոսենք, մարդիկ ընկալեն այն ինչ որ տեղի ունեցել եւ կարեւորը մեր օրերից խոսենք, որովհետեւ այն ինչ որ հիմա տեղի է ունենում դեժավյու է հիշեցնում ինչ որ մասով, բայց այդ դեժավյուի նախադրյալներն են այլ։ Եթե առաջին հանրապետության ժամանակ մենք ունեցել ենք սխալներ, ապա այդ սխալները եղել են ռոմանտիզմի հետևանք, անփորձության հետևանք, օբյեկտիվ պատճառների ազդեցության հետևանք։ Այո, այդ սխալները եղել են, բայց կրկնեմ, դրանք դավաճանական սխալներ չեն եղել։ Այն ինչ որ մենք հիմա այսօր տեսնում ենք, դրանք գիտակցված փլուզման տանող որոշումներ են։ Իրավիճակը գրեթե նույնն է կամ ավելի վատ, ինչ որ 1918-20 թվականներին, որովհետև այն ժամանակ գոնե կար մի process, որի արդյունքում մենք առաջին հանրապետությունից անցանք ինկուբացիոն շրջան դեպի երրորդ հանրապետությունը, դա սովետական շրջաններ, որտեղ էլի բազում թերություններով, սխալներով հանդերձ մենք բազում դրական ձեռքբերումներ ենք ունեցել եւ ի վերջո չմոռանանք, որ սովետական տարիներին եւ դեմոգրաֆիկ աճ է եղել եւ տնտեսական եւ ենթակառուցվածքների եւ այլնի եւ այդ ինկուբացիոն շրջանը եթե չլներ, մենք երրորդ հանրապետության չէինք հասնի, բնականաբար եթե առաջին հանրապետությունը չլներ, ընդհանրապես մենք այսօր այս միջոցառումներ չէինք ունենա ու չգիտեմ աշխարհի որտեղ նստած ինչից կխոսեինք այսօր։ Եվ չպետք է նաև ուրանալ, որ հաստատի սովետական սերունդը հաղթեց Արցախյան պատերազմում եւ կերտեց անկախ Հայաստան, իսկ անկախության սերունդը փաստորեն չպահեց Արցախը եւ հիմա մենք կանգնած ենք Հայաստանի անկախությունը կորցնելու շեմին։ Սա էլ պետք է արձանագրել եւ այն ինչ որ այսօր տեղի ունենում մեզ հետ արդեն տեղի ունեցել է մի անգամ այն առումով, որ եղել են մարդիկ, ովքեր մտածել են, որ առանց ուժերի բալանսի կարելի է թուրքերի հետ պայմանավորվել ու լավ ապրել, խաղաղ ապրել։ Հիմա էլ նույնն են անում, նույնն են մտածում, դավաճանաբար թե հիմարաբար արդեն հետագա քննության ընթացքից բարձ կդառնա, բայց փաստն այն է, որ այդ կեղծ օրակարգը
կեղծ թղթի հետ կապված օրակարգը, որ այսօր հրամցվում է մեր հանրությանը որպես խաղաղություն, բացարձակապես կապ չունի խաղաղության հետ։ Ուրեմն ինչ դասեր եւ զուգահեռներ կարելի է դասեր քաղել եւ զուգահեռներ անցկացնել։ Կարելի է այս բանին անել։ Ուրեմն առաջին չլինի Սարդարապետի ճակատամարտը, չէ լինի առաջին հանրապետությունը, զուգահեռ, որը ցավոք չի անցկացվել, չլիներ Արցախյան պատերազմի հաղթանակը, չէր լինի Հայաստանի երրորդ հանրապետությունը։ Հայաստանի երրորդ հանրապետության հիմքում Արցախի ազատագրական պայքարն է եղել, բայց ցավոք այդ գիտակցությունը չի հասցվել մեր հասարակությանը։ Դրա համար էլ մարդիկ կամ բացահայտորեն կամ լուր համաձայնեցին, որ կարելի է Ղարաբաղը հանձնել եւ խաղաղ ապրել։ Իրականում, այո, մենք անկախությունը ոնց որ առաջին հանրապետության ժամանակ ինչ որ process-ների արդյունքում նաեւ ստացանք, երրորդն էլ այդպես է, Սովետ միության փլուզման արդյունքում նաեւ տարբեր հանրապետություններ առաջացան նաեւ Հայաստանի հանրապետությունը, բայց մենք փլուզումից առաջ Ղարաբաղյան շարժում ենք ունեցել եւ մենք ավելի շատ էինք պատրաստ այդ անկախությանը, քան օրինակ Ադրբեջանը։ Դրա համար մենք հաղթանակ տարանք առաջին Արցախյան պատերազմում եւ մեր պետությունը մի քայլ առաջ լինելով, մեր ազգային գիտակցությունը մի քայլ առաջ լինելով, մենք կարողացանք մեր ազգային պետությունը կայացնել։ Հետագայում այդ ամեն ինչը մսխվեց, այդ հաղթանակը, իսկ Ադրբեջանում իդեալ ֆիքս դարձավ Ղարաբաղը հետ բերելը։ Իրանց մոտ այդ կոդը աշխատեց, եկան հաղթեցին, հիմա էլ արդեն աշխատացնում են արևմտյան Ադրբեջան կոդը։ Այստեղ ճիշտ հակառակն են անում, ասում են այդ ադրբեջանցիները, թուրքերը ինչ ուզում են տանք, որպեսզի խաղաղ ապրենք, բայց դա փաստացի նշանակում է Հայաստանի Հանրապետության վերացում։ Ուրեմն այդ դասերը չեն քաղվել, որ Սարդարապետը մեր այսօրվա, դա 90-ականների սկզբի Արցախյան պատերազմն էր։ Դաս համար 2 եւ էլի զուգահեռ։ Քիչ առաջ նշվեց, որ մենք մենակ էինք մնացել, չունենք դաշնակիցներ։ Մենակ մնալը ոչ թե ինքնիշխանության, ոչ թե հպարտության առիթ պետք է տա, այլ դա հիմարության եւ պարտության նախանշանն է։ Եթե դու մենակ ես, ուրեմն քո մեջ պետք է մանգած խնդրեմը, ոչ թե աշխարհից բողոքես։ Հայկական պատմագրության մեջ կա մի մասը անգլիացիներից են բողոքում, որ գցեցին մեզ, մյուս մասը ռուսներից, բոլշևիկներից, որ գցեցին մեզ, բայց ոչ մեկ չի ասում, բայց առաջինը դու ես մեղավոր, եթե դու գցվում ես։ Հետևաբար դաշնակիցներ պետք է ունենալ, իսկ դաշնակիցներ ունենալու համար դու քեզանից ինչ-որ բան պետք է ներկայացնես։ Այսօր մենք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով ունենք դժգոհություն Ռուսաստանից։ Բայց պետք է հիշենք, որ Ռուսաստանը միգուցե նույնիսկ այսօր այնքան էլ մեր պատկերացրած լավ բարեկամությունը չի անում, բայց հիմարություն կլինի, եթե մենք ամեն ինչ անենք, որպեսզի Ռուսաստանը վատ թշնամություն անի մեր հետ։ Դրա կատաստրոֆան մենք չենք պատկերացնում։ Հետևաբար պետք է ամեն ինչ անենք, որ Ռուսաստանը դառնա մեր պատկերացրած դաշնակիցը։ Իսկ դրա համար մենք պետք է ինքներս մեզանից ինչ-որ բան ներկայացնենք։ Մենք այս տարածաշրջանում ունենք ռեգիոնալ երկու խաղացող, իդեմս Իրանի եւ Ռուսաստանի, որոնք շահագրգռված են, որ Հայաստանի Հանրապետությունը լինի։ Եվ մենք տարածաշրջանում ունենք երկու հարևան պետություն, որոնք չեն ճանաչել մինչև հիմա Հայաստանի Հանրապետությունը։ Այս հանգամանքները հաշվի առնելով, խոսքս Ադրբեջանի ու Թուրքիայի մասին է։ Մենք պետք է հասկանանք, որ մենք առանց դաշնակիցների չենք կարողանա դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք այսօր առկա են։ Հետևաբար հիմարություն է Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնելը եւ անմտություն է Իրանի հետ հարաբերություն չզարգացնելը, չխորացնելը։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով։ Նրանք ովքեր չեն ափսոսում, չեն ցավում համար
այդ մարդիկ սիրտ չունեն, ազգային ինքնագիտակցություն չունեն, հոգի չունեն, ու խիստ կասկածելի է, որ մտածողության փայեն, բայց նրանք ովքեր կարծում են, որ այսօր կամ վաղը կարելի է Արցախը միանգամից հետ բերել, նրանք խելք չունեն, և նրանք իշուր առումով արկածախնդիր են։ Հետևաբար, մեր մոտեցումը պետք է լինի հետևյալը. Արցախի խնդիրը, Արցախահայության վերադարձի իրավունքը չպետք է փակել, պետք է ամեն ինչ անել, որ այն հայտնվի օրակարգում, բայց դրա համար խելք է պետք, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք միջնորդ երկիր ունենալ, որը հայ-ադրբեջանական հարաբերություններում երաշխավորի դեր կկատարի եւ նաեւ անվտանգային ապահովում կիրականացնի, դա Ռուսաստանն է տվյալ դեպքում։ Եվ եթե Զանգեզուրի միջանցք կոչվածը, որ խոսում են ադրբեջանցիները, չենք ուզում կորցնել, ուրեմն մենք պետք է Իրանի վրա նաեւ հենվենք։ Այո, մենք պետք է նաև խորացնենք հարաբերությունները Արևմուտքի հետ, բայց շատ լավ հասկանանք, որ Արևմուտքը մեր տարածաշրջանում անվտանգություն ապահովող չէ։ Հայ-թուրքական հարաբերությունների մասով։ Նրանք, ովքեր կարծում են, որ Թուրքիայի հետ պետք է հավերժ պատերազմ սկզբունքով առաջնորդվել, նրանք լավագույն դեպքում ամերսունակ ռոմանտիկներ են, վատագույն դեպքում արկածախնդիր քյալագյոզներ, բայց նրանք ովքեր կարծում են, որ Թուրքիայի հետ հարաբերություն կարգավորելը նշանակում է նրա բոլոր նախապայմաններն ու պահանջները բավարարելը, ուրեմն դրանք կամ լավագույն դեպքում հիմարներ են, իսկ վատագույն դեպքում դավաճաններ։ Այսօրվա իշխանությունները թող իրենք որոշում կայացնեն, թե որ տիրույթ ունեն, բայց իրական լուծումը, որ նաև Մայր Հայաստանն է պատկերացնում, դա այն է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է ձգտել մաքսիմում տարանջատել հայ-ադրբեջանական հարաբերություններից, հայ-թուրքական հարաբերություններում պետք է ներգրավվել դաշնակիցների, որպեսզի մենք կերակուր չդառնանք Թուրքիայի համար, որովհետև ուժերի բալանսը այդ դեպքում, եթե մենք առանձին ենք, ի վնաս Հայաստանի է, և դրա համար կա ձևաչափ, որը կոչվում է 3 գումարած 3, իշտե Վրաստանը չի մասնակցում, բայց ինքը անուղղակիորեն այդ պրոցեսի մեջ է, և 3+3 ֆորմատում մենք առնվազն չմասնակցող Վրաստանի մասով ունենք մի պետություն, հարևան բարեկամ, որը դեմ չէ, կողմ է ավելի ճիշտ, որ Հայաստանի Հանրապետությունը լինի, ունենք պետություն, հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը կողմ է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի, և ունենք գերտերություն, որ նաև ռեգիոնում է ներկայացված, իդեմս Ռուսաստանի, որը կողմ է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի։ Այսինքն այդ ուժերի բալանսի մեջ մենք առնվազն 3 դաշնակից ունենք, կամ առավելագույնը տվյալ դեպքում 3 դաշնակից, իսկ Ռուսաստանի ու Իրանի մասով իրենց սեփական շահերը հետապնդող երկրներ։ Ունենք շնամական տրամադրված Թուրքիա, շնամական տրամադրված Ադրբեջան։ Ուրեմն իրենց պետք է բալանսավորել։ Ուրեմն միջանկյալ լուծումը այն է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները այդ մեծ ֆորմատում պետք է անել, որպեսզի մենք ունենանք դաշնակիցներ։ Ցեղասպանության հարցը միջազգային ճանաչման այո պետք է լինի պետական քաղաքականության օրակարգում, որովհետև դա առաջին հերթին անվտանգության հարց է։ Թուրքիային այսօր որ մեր ինքնությանն են գտնում, ասում են Արարատը մոռանանք, մյուսը մոռանանք, որ Թուրքիան մեզ լավ աչքով նայի, դա լավագույն դեպքում եւ որպես գնահատական եմ ասում էլի հիմարություն է, վատագույն դեպքում դավաճանություն։ Մենք ոչ մեկս չենք ասում վաղ գնանք Արարատ դերը հետ բերենք, բայց ոչ մեկ մեզ այն չի կարող խլել մեր պատմությունն ու ինքնությունը։ Ի վերջո հայտնի ձևակերպում կա, չէ, երբ որ թուրքերը ժամանակին ասեն, ինչի է սովետական Հայաստանի ատրիբուտիկայի մեջ Արարատ լեռը, չէ որ դա Թուրքիային է պատկանում, սովետական
դիվանագիտությունը պատասխանել էր Թուրքիային, որ ձեր դրոշի վրա էլ լուսին է նկարած, բայց լուսինը հո Թուրքիայի սեփականությունը չի։ Այսինքն ոչ մեկ չի ասում, թե լուսինը ջնջեք։ Կիսալուսին նշան։ Այսինքն այստեղ մտածողության ու կոդի խնդիր կա։ Եվ ամենակարևորը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը հայկական բանակն է, հայկական տնտեսությունն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Դրանից հետո առաջանում են արդեն դաշնակիցները, գործընկերները եւ մյուսները։ Այս դասերը մենք անպայման պետք է քաղենք եւ օրինակ այսօր երբ որ քննարկում են, որ բանակը փող տալով ազատվելը դարձնենք օրենքով, դա դասակարգային ներազգային ճշնամանքի ըստ էության օրենսդրություն է, բայց նաև բոլորիս պետք է ազդակ հաղորդի, որ ինչու են մարդիկ ձգտում ազատել իրենց երեխային բանակից, որովհետև մարդկանց մեջ ներարկել են այն գաղափարը, որ ովքեր որ զոհվել են հանուն ոչնչի, եւ ի վերջո ներարկել են այն գաղափարը, որ Հայաստանի Հանրապետությունն է հանուն ոչնչի։ Այս իշխանությունների ամենավտանգավոր թեզը դա է, որ Հայաստանի Հանրապետությունը հանուն ոչնչի է, այսինքն ոչ մի քաղաքացու չէ, հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը կարելի է կործանել, կարելի է չցավալ նրա համար եւ նորմալ ապրել, չէ՞ որ այսպես ասած գլոբալ ինտերնացիոնալիզմի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը կարող է հանուն հակառուսականության, հակաիրանականության, հակաչինականության զոհաբերել։ Այդպես մտածում էին նաև ժամանակին բոլշևիկները, որ հանուն բոլշևիկյան ինտերնացիոնալի կարելի է զոհաբերել ցարական Ռուսաստանի շահերը, կարելի է զոհաբերել ընդհանրապես փոքր ազգերին։ Այսօր էլ լիբերալ նեոտրոցկիզմը ասում է, որ հանուն մեր գլոբալ առևտրային աշխարհաքաղաքական շահերի, որ այսօր արտահայտվում է հակառուսականությամբ կամ այլ ձևերով, կարելի է զոհաբերել, օրինակ վրացիներին 2008-ից սկսեցին, հետո վրացիները դասեր քաղեցին ու հիմա չեն անում այն, ինչ որ պահանջում են։ Կարելի է զոհաբերել ուկրաինացիներին, ինչեւ հիմա ուկրաինացիները տառապում են այդ գիծը տանող իշխանության ձեռքը եւ կարելի ասել, որ Զելենսկին է դահիճ ուկրաինացիների, այլ ոչ թե պատերազմը։ Կարելի է զոհաբերել հայերին, Արցախը հանձնել հանուն նրա, որ այնտեղ ռուս խաղապահներ էլ չլինեն այդ տարածքում։ Եվ դա անել Նիկոլ Փաշինյանի ձեռքերով հոկտեմբերի 6-ին Պրահայում 22 թվականի։ Հիմա ովքեր որ դասեր քաղել են, չեն տուժում, ովքեր որ չեն քաղել, տուժում են ու տուժելու են։ Մենք պետք է այս ամեն ինչից դասեր քաղենք եւ սրա քաղաքական, պրագմատիկ հետևանքը ուրեմն եզրակացությունը մեկն է։ Առաջին, Հայաստանի Հանրապետության գոյության եւ զարգացման ու անվտանգության ապահովման թիվ 1 նախապայմանը այս պահին դա իշխանափոխությունն է։ Երկրորդը, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համար նոր ազգային իշխանության ձևավորումը պետք է լինի, որը պետք է կարողանա վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, խորացնել հարաբերությունները Իրանի հետ, արդյունավետ կոոպերացիա իրականացնել Վրաստանի հետ եւ նորմալ գործընկերային հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ։ Այս պայմաններում հնարավոր կլինի գտնել բանաձևը հայ-ադրբեջանական հարաբերություններում, որտեղ միջնորդական առաքելությունը օբյեկտիվորեն պատկանում է Ռուսաստանին եւ բանաձև գտնել Թուրքիայի հետ հարաբերություններում, ոչ ի հաշիվ Հայաստանի Հանրապետության, որտեղ մենք արդեն տեսնում ենք գործընկերներ Ռուսաստանին եւ Իրանին։ Օբյեկտիվորեն շահագրգռված է լինելու նաեւ Վրաստանը, եւ այս առումով մենք 3+3 ձևաչափում կարողանանք ապահովել մեր անվտանգությունը։ Եվ կարևորագույն խնդիր երրորդը, որ մենք պետք է զարգացնենք, վերականգնենք մեր բանակը եւ կարողանանք հսկայական ներդրումներ բերել Հայաստանի համար, որովհետեւ մեր տնտեսությունը կարողանա սպասարկի մեր ազգային պետության կայացմանը։ Այսինքն երկու խոշոր խնդիր պետք է լուծենք։ Խաղաղություն, իրական խաղաղություն
եւ անվտանգություն, եւ լայն իմաստով հաց, որը նշանակում է ներդրումներ, սոցիալական բարեկեցություն, սոցիալական արդարություն, աշխատավարձերի բարձրացում, բարեկեցություն, այս երկու խոշոր խնդիրներն է, որ մենք պետք է լուծենք։ Խաղաղություն, անվտանգություն եւ սոցիալական արդարություն։ Ես կարծում եմ, որ ամենակարևորագույն դասը հենց առաջին հանրապետության հետ կապված, սա պետք է լինի բոլորիս համար։ Շնորհակալ եմ ներկաներից, բոլորից եւ եւս մեկ անգամ շնորհավորում եմ հանրապետության տոնի կապակցությամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Թևանյան, շատ հետաքրքիր եւ կարեւոր ելույթի համար եւ ելույթի հիմնական թեզերը հենված էին բանականության կամ ռացիոնալիզմի վրա։ Ռացիոնալիզմը, որ միշտ հայկական քաղաքական մտքին պակասել է։ Մենք առաջին հանրապետության տարեդարձը օգտագործեցինք, որպեսզի փորձենք իմաստավորել այն, ինչ որ կատարվել այն ժամանակ եւ այն, ինչ որ կատարվում է հիմա։ Ցավոք սրտի դա պետք է մշտական լինի եւ այդ վերլուծությունները, այդ իմաստավորումները պետք է մտնեն դասագրքեր, պետք է մտնեն հանրային գիտակցության մեջ, որովհետեւ ցավոք սրտի հանրային գիտակցության մեջ, եթե մենք նույնիսկ հարցումներ անենք, քաոս է տեղի ունենում։ Ամենայն դեպս մենք այս օրը օգտագործեցինք մեր ոչ շատ երկար ելույթներով, բայց սա համարենք սկիզբ, որ պետք է շարունակվի եւ շարունակվի ոչ միայն տոն օրերին։ Շնորհակալություն բոլորին մեզ միանալու համար, շնորհակալություն բանախոսներին իրենց շատ հետաքրքիր եւ կարեւոր ելույթների համար։